Մարտի 26-ին Տավուշի թեմի բոլոր հոգևորականները գլխավորությամբ Տավուշի թեմի վերջական խորհրդի ատենապետ Տեր Սամվել Վարդապետ Մխիթարյանի Այգեձոր գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցեցին արևագալի ժամերգության։ Ժամերգությանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Այգեձոր գյուղի հավատացյալները։ Ժամերգության ավարտին հոգեշնորհ Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Մեծ Պահքի Կիրակիները խորհրդին եւ արձանագրեց, որ արդեն հասել ենք Մեծ Պահքի կեսին, որը հավատացյալների մոտ ընդունված է միջինք անվանումով։ Մեծագույն ուրախություն է, այո, երբ այս շրջանում ենք, ինչպես սկզբում ասեցի, որովհետեւ այս շրջանի մեջ անիրավ դատավորի Կիրակին կունենանք Գալստյան Կիրակին, ունենանք ծաղկազարդ հավաք շաբաթով կհասնենք հարության մեծ տոնին։ Այո, հարությունն է, որ մեզ ամբողջացնում է, պահում է այս հավատի մեջ։ Եթե չունենայինք հարության հավատը, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, զուր կլիներ մեր հավատը, զուր կլիներ ամեն բան մեր քարոզչությունը, բայց ինչպես կրկին վկայեց Առաքյալը, այո, մենք համոզում ունենք, որ Քրիստոս հարություն է արել եւ Քրիստոսի հարության մենք եւս պետք է հարություն առնենք։ Արևագալի ժամերգությունից հետո հոգևորականները այցելեցին Մովսես գյուղ, որտեղ գյուղի քահանայի, նվիրված հավատացյալների եւ մշակույթի տան կողմից կազմակերպվել էր միջինգի արարողություն։ Ուրեմն միջինքի գաթան, որ պատրաստում էին, այդ ժամանակ մի փոքր կենթանական յուղ էին դնում մեջը, մի տեսակ գալիս են հասնում են մեջտեղը, ոնց որ մի գործ անելու ժամանակ սենց գալիս ես հասնում ես մեջտեղը, ասում ես մի հատ հանգստանամ նոր շարունակեմ, չէ՞, հիմա նույն ձևի Պահքի ժամանակ մեր պապիկները, մեր տատիկները, մեծերը փոխանցել են մեզ, այս միջինքի գաթան են թխել եւ հետո միջինքի գաթայի մեջ դնում էին լոբու հատիկ կամ ինչ որ մի հատ ուրիշ հատիկ, ինչի համար։ Ում ընկներ հաջողությունը։ Ուտելու ժամանակ ում ընկներ այդ տարի իր համար հաջողակ տարի։ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասին աղոթքի կանգնելուց հետո ներկաները եկեղեցու բակում ներկա գտնվեցին միջինքի գաթայի թխման գործընթացին, որը համեմվեց ազգային պարերով։ Միջոցառումը ավարտվեց միջինքի գաթայի ճաշակումով։